Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հուլիսի 17 Իրանց Աստծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա և գործի Դանիել 11-րդ գլուխ 32-րդ խոսք Եհովան հզոր պատերազմող է, անունը Եհովա է, Ելից 15-րդ գլուխ 3-րդ խոսք Նրանք, ովքեր զորագրվում են նրա դրոշի ներքո, կունենան այնպիսի զորավար, որը կվարժեցնի նրանց պատերազմի համար և նրանց կտա թե զորություն, թե քաջություն։ Այն ժամանակները, որոնց մասին գրել է Դանիելը, ամենածանր ու չար ժամանակներից էին, սակայն հենց այդ ժամանակների համար էր տրված խոստումը, որ Աստծո ժողովուրդը պիտի երևա իր լավագույն փառքով։ Նրանք պետք է լինեն ամուր և անսասան, որպեսզի համարձակորեն դիմակայեն հզոր հակառակորդին։ Ախ երանի թե ճանաչեինք մեր Աստծուն, նրա զորությունը, նրա հավատարմությունը և նրա անփոփոխ սերը, որպեսզի պատրաստ լինենք ամեն ինչ վտանգելու հանուն նրա։ Նա այնպիսին է, որի բնավորությունն ու էությունը մեր մեջ սուրբ խանդավառություն է արթնացնում և մեզ պատրաստ է դարձնում թե ապրելու, թե մեռնելու նրա համար։ Ախ երանի թե մեր Աստծուն ճանաչեինք, նրա հետ մտերիմ հաղորդակցության միջոցով, որովհետև այդժամ մենք նրա նման կդառնանք և պատրաստ կլինենք կանգնելու ճշմարտության և արդարության պաշտպանության համար։ Նա, ով Աստծու երեսը տեսնելուց ու նրա ներկայությունից նորոգված է դուրս գալիս, երբեք չի վախենա մարդու երեսից։ Եթե բնակվենք նրա հետ, ապա կընդունենք նրա քաջարի ու անվեհ հոգին, և թշնամիներով լի մի ամբողջ աշխարհը մեզ համար կլինի ընդամենը մի կաթիլ դույլի մեջ։ Անթիվ մարդկանց բազմությունը, նույնիսկ սատանաների զորագնդերը, մեզ այնքան աննշան կթվան, որքան ազգերն են Աստծո աչքում, որովհետև նա նրանց հաշվում է միայն մորեխների պես։ Երանի այս ստության օրերում լինենք քաջ և անվեհեր ճշմարտության համար պայքարելու մեջ։